Դուք լինելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, ինչպես եք պատկերացնում Շենգավիթի թաղապետի պաշտոնում ձեզ։ Ես պատկերացնում եմ, որ թաղապետը որպես այդպիսի կառավարիչ է եւ կառավարում։ Բայց այսպես դժգոհություններ նաև կային հենց շենգավիթցիների կողմից։ Ինչ դժգոհություններ դեռևս չի ասել։ Դուք տեղյակ եք ինչ խնդիրներ կան Շենգավիթում։ Կան բազմաթիվ աշխատողներ, որոնք այս տեղում աշխատում են, իրենք դժգոհություններ ունեն։ Մեկ շաբաթ չկա, որ նշանակվել եք, հասցրել եք այդպես շուտ տեղեկանալ ինչ խնդիրներ կան։ Ինչ։ Հասցրել եք տեղեկանալ ինչ խնդիրներ կան։ Իհարկե մեկ շաբաթ առաջ կան տեղեկանալ։ Բայց շարունակել եք բնակվել Էրեբունի վարչական շրջանում։ Տեսեք, դուք երկար տարիներ նաև աշխատել եք բնապահպանության ոլորտում, հա, դա ինչ կապ ունի թաղապետի պաշտոնի հետ։ Ես էլ եմ ասում, ես աշխատել եմ նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Առաջարկումից եք ստացել։ Առաջարկում ստացել քաղաքապետից։ Եվ առաջին քայլով ինչ եք պատրաստվում անել։ Առաջին քայլով մենք աշխատակիցների հետ հիմա աշխատում ենք մեխանիզմներ ներդրենք ավելի թափանցիկ կառավարելու, ավելի օպտիմալ կառավարելու։ Ձեր նշանակումից առաջ խուզարկություններ էին եղել Շենգավիթի թաղապետարանում, բայց ուզում եմ հասկանալ այդ կադրերը, որոնք այն ժամանակ աշխատում են, հիմա աշխատում են, թե դուք փոխելու եք կադրերին։ Կադրերը չեն աշխատում, որոնք ձերբակալված են, արդեն իսկ ձերբակալված չեն աշխատում։ Դուք կադրային փոփոխություններ անելու եք։ Ոչ։